Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Կենտրոն հեռուստաընկերության մարտական ակումբ հաղորդաշարը գտնվում է Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիայում, Լոս Անջելես եւ իհարկե Նորթ Հոլիվուդ։ Այստեղ է գտնվում ամենամեծ մարզական ակումբը, որը պատկանում է հայազգի աշխարհի չեմպիոն Գոգոր Չիվիչյանին։ Ինչպես տեսնում եք իմ գլխավերևում Հայաստան MMA ակադեմիա։ Հայաստան MMA ակադեմիան ստեղծվել է գրեթե 25 տարի առաջ եւ այստեղ է մեր հայազգի աշխարհի չեմպիոն Գոգոր Չիվիչյանը։ Եկեք մտնենք ներս եւ տեսնենք ինչպես են մարզվում նրա մարզիկները, որոնք աշխարհի տարբեր երկրներում բարձր են պահում հայոց եռագույնը եւ հնչեցնում հայոց հիմնը։ Եվ հարցազրույց նրա հետ եւ մարզիկների հետ։ Ողջույն Գոգոր, բարև ձեզ, ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ։ Հույս ունեմ, որ ձեր թանկագին ժամանակից մենք կկտրենք եւ դուք կներկայացնեք մեզ Հայաստան ակումբի, մարզական ակումբի հնարավորությունները, ինչպիսի հնարավորություններ ունի այսօր Հայաստան մարզական ակումբը եւ ինչ պայմաններում են մարզում այսօր հայ մարզիկները եւ նաեւ օտարազգի մարզիկները ներկայացնելով Հայաստան մարզական ակումբը։ Շատ սուրպրայզ կլինես այք ջան, ամեն ինչ ունենք մեր Հայաստան ակադեմիայում, ուրեմն Ես այստեղ տեսնում եմ ձյուդոմ շամարտի գոլն է եւ ընդհանուր մենամարտի գոլ բռնցքամարտի։ Տեսնում եք, այս ակտգանը դրված է, այս mix martial art MMA-ի համար է դրված։ Իր սայզն է, ճիշտ մրցումների սայզն է։ Մյուս կողմը, որ տեսնում եք, բռնցքամարտի ճիշտ սայզն է, որ կարող են մրցումներ անցկացնել։ Այստեղ մարզվում են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, պրոֆեսիոնալ MMA սիրողականներ։ Այս մրցաշարում ես տեսել եմ մարտը Ռոնդա Ռաուսի եւ նաեւ մեր հայազգի լավագույն տաղանդավոր այսօրվա լավագույն ուժեղագույն մարզիկներից մեկի Գեղարդ Մուսասի այստեղ շամարտը YouTube-ի մեջ կա, կարծում նկատել եք։ Այո, ես նկատել եմ, այո։ Գիտեք, իշքան գիտեք Ռանդան արդեն ինձ մոտ է սկսել իրեն պարապմունքները լրիվ սկզբից մինչև վերջի 1.5 տարի։ Դրանից հետո արդեն ուրիշի մոտ էր պարապում։ Այսինքն այն լուրջ հաջողությունները, որը որ պարգևել եք մեր դպրոցի շնորհիվ եք նրան, այո, մեր դպրոցի շնորհիվ է եղել բոլոր ամեն ինչը։ Իսկ սկզբանե նրա մայրը եղել է ձեզ հետ իր մայրը հավաքականի անդամ է եղել, ես իր մամային եմ շատ օգնել, մայրը դարձել աշխարհի չեմպիոն։ Աշխարհի չեմպիոն ձյուդոից։ Ձյուդոից, այո, առաջի ամերիկացի կինն է աշխարհի չեմպիոն։ Աշխարհի չեմպիոն տղաներից, ովքեր UFC կրվել են, նրանք անպատճառ պարապել են մեզ մոտ, սովորել են մեր Հայաստան սիստեմը, մեր grappling սիստեմը շատ ուժեղ է, մեր ջուջիցու, մեր ջուդոն, մեր սամբոն, դե իհարկե տեսակ քիքբոքսինգն Բենիտե Չետնա աշխարհի 8 անգամ աշխարհի չեմպիոն։ Բոլոր տրեներները, դե միջև անգամ բոքսը Ռոման Կարմազինը 3 անգամ աշխարհի չեմպիոն բոքսից։ Բոլոր տրեներները աշխարհի տարբեր տեղերից եկած եւ բոլորն էլ աշխարհի չեմպիոն տղաներ են ստեղ։ Մեր դպրոցը շատերը ինձ հարցնում են, որ ամփոփ պետք է մենք էլ պրոֆեսիոնալ լինել ոզանք ստեղ։ Պրոֆեսիոնալ լինելու պետքություն չկա։ Կարան լինեն պրոֆեսիոնալ եւ կարան լինել, ասենք, սիրողական եւ կարան լինել ընդհանրապես նոր սկսող։ Գիտեք, ասենք, մեծ ընտանիք է սա։ Ստեղ տրիների, աշակերտի, սալդատի, ասենք, այտենց այդ վերաբերմունքները սա ընտանեկան է։ Իսկ մարդկային վերաբերմունք, մարզիկ, հարաբերություն։ Այն չի, որ ասենք իմ աշակերտները ինձ չլսեն։ Երբ որ հարցը գալիս է լուրջ պատասխանի եւ լուրջ պարապմունքի, լսում են բոլորը միամարտու պես, բայց երբ որ գալիս է արդեն հարգանքի, բոլորս մի ընտանիքի պես են։ Ես 7 տարի այստեղ եմ, շատերը գիտեն մենք Հոլիվուդում ենք։ Այսինքն հին տեղում որտեղ դե ասենք ժամանակ չեմ տեսել։ Ես ուղղակի ուզում եմ իրանց ասեմ, որ սիրելի հայեր, սիրելի ընկերներ, ովքեր որ ինձ ճանաչել են Հոլիվուդից, մենք հիմա Նորթ Հոլիվուդում ենք եւ գտնվում ենք Sherman Way, Fulton փողոցներից մեկ փողոց East Atoll փողոցի վրա։ Շատ հակառակ պարագայում մտեք gokor.com, gokor.com ամբողջ մեր կենսագրությունը տղաների մեր մասին, այնտեղ կարող եք մեր մասին կարդալ։
շատ հեշտ է, գնանք շրջենք։ Ավելի լավ է մեկ անգամ գալ, քան 100 անգամ լսել։ Ես համոզված եմ։ Այո։ Եվ տեսնել այս ամենը։ Ունենք մարդիկ գալիս են աշխարհի ամեն կողմերից, ստե պարապում են, ստեղ քնում են, ստեղ հելում են։ Այսինքն այսօր կա այդ բոլոր հնարավորությունները, որ արտերկրից կարող է գալ մարդ, բնակվել այստեղ, մնալ այստեղ, այսօր չէ, արդեն 7 տարի է ինչ բացել ենք դպրոցը, մենք սենյակներ ունենք ստեղ, մարդիկ ապրում են ստեղ, պարապում են, ստեղ ուտում են եւ ստեղից էլ մասնակցում են։ Եվ այդ տեսակետը, որպեսզի կարգին լավ սպորտսմեն դառնալու համար պետք է անեն այդ ամենը։ Ես ուրախ եմ եւ այս ամենը հայ ժողովուրդը լսելով ավելի է ցնցվում, որ օվկիանոսից այն կողմ Միացյալ Նահանգներում Հայաստան ակադեմիա ակումբ է գործում եւ ամենակարևոր հարցը ինչու հենց Հայաստան ակադեմիա ակումբ։ Դե հիմնական շատերն են ինձ հարցնում, որ ինչի համար Գոքոր կամ Չիվիչյան չդրեցիր կամ Հայաստան։ Դե ես որ ասենք միջազգային ամբողջ աշխարհում եկին ճանաչում են, դեպքում սեմինարներ եմ տալիս, մի խոսքով ամենտեղ, թեկուզ տեղի, ասենք ոստիկանությունը, իրենց բանակը, այո։ Մտածեցի, որ Հայաստան անունը ավելի ճիշտ կլինի, որպեսզի ասենք ազգ ներկայացնենք։ Այսինքն նպատակը նա է, որ քո միջոցով կարողանան ներկայացնել նաև Հայաստանը։ Միանգամից Հայաստանը լինի, Հայաստան ներկայացումը լինի։ Ասենք հիմա Եվրոպայի քաղաքներից որտեղ դասեր եմ անցկացնում, մարդիկ արդեն գիտեն Հայաստան ինչ է նշանակում եւ մեծամասնությունը ցանկություն ունի գնա Հայաստան, որտեղ որ ես եմ պարապել, որտեղ որ ես եմ մեծացել, ասենք ինձ հարգելով, սիրելով որպես իրենց գլխավոր մարզիչ, բոլորի ցանկությունն է։ Մյուս տարի մի որոշ գերմանացիներ կարող են ինձ հետ գան Հայաստան։ Ուզում ասեմ մենակ գերմանացիներ, չէ, տարբեր ազգեր։ Մենք կհյուրընկալ ենք Գոքոր։ Մենք կհյուրընկալ ենք։ Որքան մարզիկներ են մասնակցում եւ մարզվում այսօր այստեղ։ Շատ։ Եվ նրանցից որքան տոկոսն է զբաղեցնում մեր Հայաստանի ներկայացուցիչ։ Լավ երեխաներ ունենք, Ամերիկայի առաջի համարներ, չեմպիոններ, միջազգային չեմպիոններ, ջյուդոն շատ առաջադեմ է, ջուջիցուն շատ առաջադեմ է, գրապլինգը շատ առաջադեմ է։ Էլ չեմ խոսում mix martial art-ը, ունենք շատ տղաներ, այս դպրոցը 23 հոգի UFC է տվել, դե արդեն պատկերացրեք, ամենալավ դպրոցը աշխարհում տվել է 2 հոգի, մենք տվել ենք 23 հոգի, եւ հիմա այս վարքյանին ունենք մի քանի հոգիներ էլ տաղանդներ, մարզիկներ եւ լավագույն լավ մարդիկներ են։ Այո, այս պահի դրությամբ նաեւ կա կրկին UFC մրցող մարզուհի, կան այսօր դրա մատերից աշխուժ, բայց ամենայն դեպս ուզում ասեմ, բոլորն էլ լուրջ են, բոլորն էլ լավ պարապմունքներ են անում։ Մինչև անգամ մեզ մոտ նոր ընդունվող 6 ամսվա 1 տարվա պարապմունքները նման են 10 տարվա ուրիշ պարապմունքներին եւ շատ լավ են, շատ ունենք բրազիլիացիներ, աշխարհի չեմպիոն ջուջիցու, բոլորն ինձ մոտ են, private դասեր են անցկացնում հետո ես իրենց հետ եւ պարապում են մեր դպրոցի, մեր աշակերտների հետ եւ իրենք էլ սուրպրայզ եղան, որ մեր սև գոտիների հետ իրենք չեն կարողանում ընդհանրապես կպնել։ Այսինքն վախենում են, չեն վախենում, դե իրանց գիտելիքը այդքան շատ չի, որ կարողանան մեր տղաների հետ կպնել։ Մեր տղաներից քանի հոգի արդեն աշխարհի չեմպիոն տղաներ ունեն ջուջիցուց։ Ամբողջ աշխարհում ճանաչում արդեն։ Սա իրան հիմնական վերջն է։ Ես պախուշ չունի, ոչ միտեղ պախուշ չունի։ Ումն առաջինից սկսեմ, շատ ժամանակ ոտքդ բռնում են, հողում են, ոտքդ բռնեցի են, շատ ժամանակ բրտում են կերների։ Մինչև այդ ընթացքը լինելը, գլոխը հերում եք դուրս, ես ոտքը բացվում է, մի անգամից ծունգը գալիս է մոտիկանում աստեղ, ես նոր չունի բացեցիք, ծունգերով բռնում եք իրան, պախուշ չունի, մի քիչ հեռացրիք, ձեռը կոտրում եք ստեղ։ Այդ ժամանակ երբ որ ինքը ձեռը ընտացրեց հակառակ ոտքերի փոփոխություն եք անում ստեղ։ Սիրուն հելում եք, հենց նստած, չեք նստում գետին, հենց ստեղ։ Կոտրում եք այս տեսակետով։ Երբ որ այս կետակետով անում եք, ինքը սկսում է թռալ, գալիս եք հակառակ, դեպի դուրս։ Գալիս եք ներել, ձեռը դնում եք ներս, ոտքը բռնեցիք և տազը բարձրացնում եք վերև, ստեղ։ Շատ ժամանակ, երբ որ տազը բարձրացնում ինքը բարձրանում է վերև։
Ես բարձրացավերից ձեր հավաքեցիք, լաքը դրեցիք, ստեյցել մտնում եք թևի տակ ստեղ։ Ստեղ կարակ արդեն նստեք կոֆե խմեք։ Ինչ կոֆե։ Հայկական կոֆե։ Թուրքական չէ, բայց հայկական։ Կաթով առանց։ Կաթով առանց շաքարի կամ Ստեյց փախուշ չկա։ Move, my friend. Who's the best looking? You are. Ահա, ով ամենասիրուն ապե։ Ով ամենալավ տղեն։ Ես ապրես։ Իրոք սա մեր ազգի համար մեծ պարծանք է օվկիանոսից այն կողմ ունենալ այսպիսի հագեցված մարզահամալիր, որին անվանում են Հայաստան ակադեմիա ակումբ, որի նախագահն է լեգենդար մարզիչ եւ աշխարհահռչակ մարզիկ Գոկոր Չիվիչյանը։ Գոկոր, այստեղ մարզվում են ձյուդո, երևի ջիուջիցու եւ նաեւ հիմնական մարզաձև, այո։ Գորգի մասը որ տեսնում եք դուք հիմա, գորգը բարում են ջյուդո, ջիուջիցու, սամբո, գրապլինգ, եւ ընդհանուր mix martial art, ասենք MMA-ը։ Հիմնական բարում են ստեղ, այս ստկաները որ կան այստեղ դրած, դրանք էլ արդեն նույն ասենք ակտգանի պես բաներ են, որպեսզի չկարողանան այս կողմ։ Ոնց կարան դուրս գան, ոնց գետնից կայնած, մի խոսքով սրանք էլ մեր օգտագործվելիքներն են, որ օգտագործում ենք։ Մյուս մասը որ տեսնում եք ստեղ, արդեն սա ինչպես նշեցինք, MMA-ի մասն է, այն մասը boxing, kickboxing, Այնյանը արդեն կան ծանրոցներ, ամեն տեսակը եւ ուտի նորից ասացինք մեծացնենք, դեռ սարքենք, շատ գեղեցիկ կլինի, ինչպես նշեցի 7 տարին մեկ դեպի որոշ բարողություններ լինի, պետք է հասցնենք նորությունները բերենք։ Միաժամանակ քանի մարզիկ են մարզում այստեղ այս մարզահամալիրը։ Շատ լավ, ասենք օրվա մեջ 100-ից 150 հոգի կարող են մարզվել, դպրոցը շատ մեծ է։ Դե մեր լավագույնները շատերը հայեր են, ինչի համար, որովհետեւ հայերը Ես եմ իրանց մեծացրել, ասենք Կարո Փարիզյան, այսօր չկա պետք է գար, չեկավ չերևաց, ասենք Մամբել Գամբորյանը, ես եմ մեծացել իրանք փոքր վաղտվանից, Ռոմիկը, Ռոման Միտիչյանը, Սևակ Մաղաքյանը, սա այս տղաները բոլոր թափ տղաներ են, աշխարհի որակի հաղթող, ասենք Դրանք մեծացել են ինձ հետ, ես իհարկե 26 տարեկան եմ, բայց ես արդեն մյուս տարի 50 տարիս եմ նրան բարապում եմ, 26 տարեկան եմ, որովհետև գիշերները չեմ հաշվում Հայկ ջան։ Արգելի հեռուստադիտողներ, վերջապես մեզ ընձեռում է մի հնարավորություն Միացյալ Նահանգներում արդեն իսկ ձեռք բերել իրավունք, պրոֆեսիոնալ մրցաշարերի կազմակերպման իրավունք, որը գրեթե 2-3 մրցաշար կանցկացվի այս մրցահամալիրում, այս մարզադահլիճում, Հայաստան մարզական ակումբում, որի նախագահն է լինելու Գոկոր Չիվիչյանը։ Գոկոր Չիվիչյան, անչափ շնորհակալ եմ, որ դուք կաք, անչափ շնորհակալ եմ եւ ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն, որ կրկին եւ կրկին կարողանաք մեր սերունդը այստեղ դաստիարակել եւ կրթել եւ դաստիարակել եւ տանել առաջ։ And I'm hitting the target. I'm going to his jaw, I'm going to his calf. And I'm going to go left, right, round kick. Հայաստան ակադեմիա ակումբում նաև մարզվում են տաղանդավոր տարեց ունեցող մարդիկ, որոնք փորձում են զարգացնել առողջ ապրելակերպը։ Ողջույն, ինչպես են անցնում մարզումները։ Շատ լավ։ Մարզվելու համար կարևոր չէ քանի տարեկան ես, կարևորը այն է, որ հոգով երիտասարդ լինես։ Նա շատ ուժեղ է։ Ինչպես կբնութագրեք ձեր մարզչին։ Սենսեի մոտ ես մարզվում եմ 4 տարի։ Մարզումները ոչ միայն ֆիզիկապես են, այլ նաև օգնում են մտավոր զարգացվածությանը։ Իմ կյանքը փոխվել է։ Դու կարող ես լինել կին, դու կարող ես լինել 57 տարեկան, կարող ես լինել 2 երեխայի մայր, ինժեներ, բայց միևնույն է, կարող ես գալ այստեղ եւ մարզվել։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպիսի լավ հարված է սովորեցրել մաստերը։
Իսկ լավ արվաստներ է սովորեցրել ձեր մարզիչ։ Okay. Anything from kickboxing? Շատ լավ։ Քիքբոքսինգում եւ արևելյան մարզաձևերում նա ունի բոլոր գիտելիքները։ Ես շնորհակալ եմ եւ երախտապարտ նրան իմ կյանքը փոխելու։ Ես տեսնում եմ նրան ոչ միայն լավ մարզիչ, այլ նաեւ օրիորդապնդիչ։ Շատ ուրախ եմ, որ մարզվում եմ նրա մոտ։ And be able to train with him. Սենսեյ Բինը նաև նկարահանվել է ֆիլմերում Ջեկի Չանի եւ նաև Բրուսլինի հետ միասին։ I did 3 movies with Jackie Chan. 3 ֆիլմում նկարահանվել եմ Ջեկի Չանի հետ եւ մարտական տեսարաններ եմ բեմադրել նրա համար։ 7 ֆիլմում էլ նկարահանվել եմ Ջոն Քուսեկի հետ։ Ծանոթացրել նրանց երկուսին միմյանց եւ իմ միջոցով նրանք սկսեցին համագործակցել։ Մարզել եմ նրանց երկուսին, բեմադրել ֆիլմերում մարտական տեսարաններ եւ մինչ օրս մարզում եմ դերասանների։ So, this is what I do, is teaching the art of war. Այսպիսով սա այն է, ինչ ես անում եմ մտքով, ֆիզիկապես եւ հոգով։ Spiritual warfare, character warfare, all have energy. Thank you. Thank you. My name is Ike. Like John. Ike John. Like John. Ike John. Ես ծնունդով Իրանից եմ։ Իրանից? Ամեն ինչ լավ է։ Լավ, շնորհակալություն դուք։ Thank you. Լավագույն մարզուհիներից մեկը, որը մարզվում եւ նաեւ մրցում է UFC կազմակերպությունում, նաեւ ներկայացնում է Հայաստան Ակադեմիա ակումբը։ Have your club։ Ողջույն, ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն դուք։ Իրանալի, գերազանց։ Ձեր մարզիչը վարպետ Բենի Դջեկն է։ Նա լավ մարզիչ է։ Նա կենթանի լեգենդ է, մարտարվեստների երկար տարիների փորձառու մարզիչ։ Նա լեգենդ է գրափինգում, նա լեգենդ է ընդհանուր մենամարտերի պատմության մեջ։ Դուք մրցում եք UFC կազմակերպությունում։ Ովքեր են եղել ձեր մրցակիցները։ Ես անցկացրել եմ 3 մենամարտ UFC-ում։ Իմ մրցակիցներն են եղել Քերոլայնը, Ալեքսի Օգրասոուն, Բեք Հայետեսը։ Ես մաղթում եմ, որպեսզի դուք դառնաք UFC չեմպիոն եւ կրեք չեմպիոնական գոտին։ Շատ շնորհակալ եմ։ Yes. UFC. That would be great. Thank you. Thank you. Thank you very much. Thank you. Այս պայն ես գտնվում եմ երկու ուժեղ մարզիկների մեջտեղում, Սևակ Մաղաքյան եւ Կարեն Դարաբեցյան։ Ողջունում եմ ձեզ։ Գրեթե 10 տարի շարունակ ես ինքս իմ աչքերով համոզված եւ տեսնում եմ, որ դուք մարզվում եք այստեղ Հայաստան մարզական ակումբում։ Ուզում եմ 1-2 հարց մարզչից, Գոգոր Չիվիչյանից։ Նա չի լսում ես, մեկ ինչ եք ասել այս պահին։ Ինչպիսի մարզիչ է։ Գոգոր Չիվիչյանը, ոնց ասեմ, ես 12 տարեկանից սենսեյ հետ վարակում եմ, թե լեգենդ է։ Կենթանի լեգենդ։ Կենթանի լեգենդ է։ Իմ համար ինչ ես գիտեմ, սենսեյ Գոգորից եմ սովորել։ Մինչև օրս իրար ես պարապին սովորում եմ Իրանից, որ պետք է շարունակել։ Երբ մտար այս մարզական ակումբ, քանի կիլոգրամ է։ 60 կիլոգրամ։ 60 կիլոգրամ։ Շատ լավ։ Իսկ դու Ես որ սկսեցի 15 տարեկան որ եկել եմ Ամերիկա, Հայաստան ձուդո սամբո է պարապել։ Տեղափոխելու այստեղ մի անգամ սկսել եմ ապարել Գոգորի հետ, Չիվիչյանի սենսեյի հետ, գրապլինգը շատ ուժեղացավ։ Մեկը մեծ արդյունքների հասան, ես կարողացա խելել ամաչքումը, ոնց որ ասած, ամենաառաջի թիմն եմ։ Կենտրոն հեռուստաընկերության մարտական ակումբ հաղորդաշարը, ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ խոստանում է, որ ձեր մենամարտերը պետք է ցույց տա եւ ցանկանում ենք ձեզ հաղթանակ, որպեսզի հաղթանակով կարողանանք ուրախացնել մեր հայ ժողովրդին։ Մեր համար էլ է հպարտություն, մենք երբ գտնում ենք միշտ գտնելուց, ասենք մեր երրագույն դերոշը մենք հպարտության մենք ներկայացնում ենք ու մեր դպրոցի անունը լինելով Հայաստան դպրոց ուզած չուզած ոնց որ մեր, ասենք, լրի նպատակը, ասենք Հայաստան ակադեմիայի բոլորը գիտեն, ամբողջ Ամերիկայում թե աշխարհում թե որտեղ եթանց արդեն մի ճանաչ, մեր դպրոցի անունը։
Իսկ հաջորդ մենամարտը երբ է լինի։ Ճիշտ ասած, հələ չգիտեմ, ոնց որ ասած արդեն 2 տարի չեմ կպեի աղջիկս ծնվելուց հետո։ Այո, ասեմ որ շատ տաղանդավոր մի մարզիկ է Սևակ Մաղաքյանը, եւ նաեւ չեմ բացառում Կարեն Դարաբեցյանի համար։ Սևակ Մաղաքյանը անընդհատ այս արանքներում հայր եւ կրկին սպասում ես երկրորդ է, սպասում երկրորդ զավակից տղա։ Մենք առողջություն ենք ցանկանում։ Շատ շնորհակալություն, հպարտեմ ես էլ ասելով իմ երեխաները Աստծո ծնվի պետք է լինեն չեմպիոն աշխարհի։ Ես հիշում եմ, երբ 2007 թվականին մենք եկանք Միացյալ Նահանգներ եւ Հայաստանի դրոշը բարձր պահելու համար մեր մարզիկները կարողացան այն ժամանակ մասնակցել եւ հաղթել Հայաստանի դրոշի ներքո։ Ինչ է տալիս մեր դրոշը։ Մեր հպարտությունը, մեր արունի մեջ ամբողջ բոլորը գիտեն, մենք տանջված ժողովուրդ ենք, սաղ կյանքներս կռվել ենք, սաղ կյանքներս տանջվել ենք ու մեր ամեն որտեղ կռվում ենք միշտ երագուրը բարձր պահենք, որ իմանամ ենք որ։ Ես համոզված եմ, որ շատ հեռուստադիտողներ այս պահին տեսնելով ասում են, որ կեցեն մեր տղաները, կեցեն նրանց ուժը եւ նրանց համախմբումը։ Մենք ուժեղ ենք միասին, հարգելի հեռուստադիտողներ։ Հայաստան ակադեմիա ակումբ ներկայացնող մեր լավագույն հայազգի մարզիկներից մեկը Ռոման Միտիչյան, որը այս պահին իմ կողքին է գտնվում։ Ողջույն Ռոման։ Բարև ձեզ ջան։ Ռոմանը նույնպես մարզվում է Հայաստան ակադեմիա ակումբում եւ տարիներ առաջ մրցում էր UFC կազմակերպությունում, այսօր նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմերում։ You picked the wrong day to ride into town and be the good guy. Game's almost over, tough guy. It's your move. That's so fast, my man. Show me ID. Punks are in the wrong place, the wrong time. And you are? The guy with the gun. Whoa, didn't see that coming. Եվ վերջին ֆիլմը նրա, որը նվիրված էր ցեղասպանությանը, ընդամենը 4 հայ ներկայացուցիչներ էին նկարահանում այդ ֆիլմում, որից մեկը մեր Ռոմանն էր։ Ինչ կասես այդ ֆիլմի մասին։ Այդ ֆիլմը ինչ որ մի բան տվեց, իր նպատակին կհասցնի։ Մեծ արձագանք ժողովրդին, ոչ միայն հայերին, նաև բոլոր ազգերին։ Չեմ թվարկում եմ նաև Թուրքիային, որ պետքա ճանաչեն ցեղասպանությունը։ Եղած բանը չի կարելի ջնջել։ Այսինքն ֆիլմի նպատակը դա է։ Այո, ֆիլմի նպատակներից մեկն է դա, եւ նաև ներկայացնել այսօր հիմա խոսալու ժամանակ նաև ցեղասպանություն է գնում Սիրիայում, Աֆրիկայում եւ այլն։ Սա մեգա պրոյեկտ էր, որը Թերի Ջորջն էր նկարում, Թերի Ջորջը նաև նկարել է Հոթել Ռուանդա, դա նաև ցեղասպանության մասն է Աֆրիկայի, ինքը օսկարակիր ռեժիսոր էր։ Եվ նաև ինձ միջամտեց իմ շատ լավ ընկերներից մեկը Ստեփան Մարտիրոսյանը, որը Հոլիվուդում նաև մեծ պրոդյուսեր է, ու դրանից հետո մենք անցկացրինք audition, այսինքն հարցազրույց ռեժիսորի հետ եւ ընտրությունը գնաց որպես ես խաղամ ֆիլմերից գլխավոր ֆիլմերից մեկը իմ կերպարն է Վան կերպարը խոստում ֆիլմի մեջ
Հաջողված ֆիլմ է ինձ թվում է։ Իհարկե ցավոք սրտի միշտ խաղում եմ ինչ-որ վատ կերպարներ, ինչ-որ ռուսական մաֆիաlar եւ այլն, բայց սրա մեջ ես խաղացի իմ երազած պրոյեկտի մեջ, որը հայկական ցեղասպանության մասին էր ու խաղում ես հայ ֆիդայի, դրանից ավել բան չկա։ Ռոման, անդրադառնանք Հայաստան ակադեմիա ակումբին։ Անդրադառնանք քո սպորտային այն ժամանակահատվածին, որը դու այստեղ մրցելով բարձր արդյունքներ ես ցույց տվել, նաև մի փոքր խոսենք վարակույրներից այդքան, խոսենք քո մարշի մասին։ Այո, Գոքոր Չիվիչյանի մասին։ Անպայման։ Անդրադառնամ Գոքոր Չիվիչյանին, մի երկու բառ իմ Հայաստանի սկսնելուց։ Ես ծնվել եմ քաղաք Վանաձորում, մարզվել եմ Բախշիկ Սարոյանի իմ տրին ես առաջի, ոնց որ իմ հիմքը եղել է Բախշիկ Սարոյանը, նայելով Գագիկ Ղազարյան, Հովիկ Մանուկյան եւ այլն մեծ սպորտսմեններին, տեղափոխվելով Ամերիկա, հանդիպեցի իմ լավ տրիներ, լավ ընկերոջը Գոքոր Չիվիչյանին ու դրանից հետո արդեն ոնց որ պատմություն։ Ես գիտեմ, որ այս պահին նրա հետ միասին կարելի է ընկերանալ եւ նաեւ նա ընկեր է, մեծ ընկեր։ Գոքորը իմ հարազատ մեկն է, իմ հարազատ մարդն է, որպես տրիներ, այո, ասում եմ տրիներս է, բայց ես իրան ընդունում եմ որպես իմ երկրորդ ծնող, որովհետև ընդհանրապես տրիներ համարվում է երկրորդ ծնողը համարվում ու ուրիշ հարգանք ես չգիտեմ ոնց ասեմ։ Օրեր առաջ Միացյալ Նահանգների Նևադա նահանգում Լաս Վեգաս քաղաքում անցկացվեց Միացյալ Նահանգների ըմբշամարտի առաջնություն, բաց առաջնություն, որտեղ Նիկողոս Սահակյանը վաստակեց այս 3 մեդալները։ Մոտենանք նրան, նա այս պահին մարզվում է։ Ողջույն Նիկողոս։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, այս մեդալները քո՞նն են։ Նիկողոս Սահակյանը զբաղվելով հունարոմեական ըմբշամարտով, ազատ ոճի ըմբշամարտով եւ նաեւ Միացյալ Նահանգների ոճը, որը կոչվում է folk style, ոճով կարողացավ հռչակվել 3-րդ մրցանակային տեղը, զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը, իր մենամարտ մասնակցել է, մեկ մենամարտ պարտվել, այդպես հասկացա։ Համոզված եմ, որ հետագայում այս մեդալները կնմանվեն ոսկու։ Այո։ Arm fighting #1. Ուզում եմ ներկայացնել Հայաստան ակադեմիա ակումբի եւ նաեւ Միացյալ Նահանգների լեգենդներից մեկին, որը կենթանի լեգենդներից մեկին Ջին Լեբելին, իմ մեծ ընկերոջը, որը նաեւ կրթել եւ մարզել է Գոքոր Չիվիչյանին։ Ինչ է տվել այս մարզական ակումբը ձեզ։ Ես համոզված եմ, որ դուք բավականին մեծ ներդրում ունեք Միացյալ Նահանգներում ընդհանուր մենամարտերի զարգացման գործում եւ ես հավատացել եմ, որ նաեւ հայ մարզիկներին բավականին օգնել եւ տարել եք առաջ։ Դու շատ լավ անգլերեն ես խոսում։ Տեսնում ես գլխարկից G տառը։ Դա նշանակում է Գոքոր, հայկական մարդասպան մականունը կրող մի վարպետ, ով ստեղծել է մի դպրոց, որը լավագույնն է ընդհանուր մենամարտերից, բռնցքամարտից, տեքվանդոից, հունահռոմեական եւ ազատ ոճի իմշամարտից եւ կոչվում է Հայաստան ակումբ։ Հայաստան ակադեմիա։ Հայաստան ակադեմիա, եթե երբևէ չեք եղել այստեղ, Նորթ Հոլիվուդ, Կալիֆոռնիա, համեցեք։ Ջին Լեբելը այն մարդն է, որը 10 տարի շարունակ եղել է ընդհանուր մենամարտերում անպարտելի մի մարզիկ, մրցել է նաև արջի հետ, 350 կիլոգրամանոց արջի հետ եւ արջին խեղդել։ Եղել է այդ պատմությունը իրականում եւ Ջինը այն մարդն է, որը 75 թվականին մրցավարել է աշխարհահռչակ մի մենամարտ, Ինոկի մենամարտը եւ Մուհամեդ Ալիի մենամարտը։ Եվ ուզում եմ այդ հարցը տալ նրան, թե նա ինչպես կարողացավ մրցավարել լինելով պրոֆեսիոնալ երկու մարզաձևերում եւ ըմբշամարտի եւ նաեւ բռնցքամարտի։ Ես դարի ամենաթանկ մենամարտի ռինգի մրցավարն էի, որտեղ մենամարտում էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին եւ ճապոնացի իմշամարտիկ Ինոկին։ Նրանք պետք է մենամարտեին յուրաքանչյուրը իր ոճում, ով կարող էր լինել ուժեղը նրանցից։ Ինձ վստահեցին մրցավարել այդ մենամարտը, քանի որ ես հասկանում եմ ըմբշամարտից եւ բռնցքամարտից։ Մարտն ավարտվեց ոչ ոքի։ Տեղյակ եմ նաեւ, որ նաեւ մարզել եք Բրուս Լին, հայտնի աշխարհահռչակ կինոդերասան եւ նաեւ կարատեիստ Բրուս Լին։ Ցանկանամ մի փոքր այդ մասին պատմել նաեւ Չակ Նորիսին։ Chuck Norris and Բրուս Լին եւ Չակ Նորիսը մարտարվեստների լավագույն վարպետներից են։ Իրենք քեզպես լավ կեցվածք ունեն, Հայկ։ You're the man. Because they were Armenian like we are. Yeah.
Ջին, եկ գնանք Հայաստան։ Ես արդեն Հայաստանում եմ, որովհետև ես Հայաստան ակումբում եմ, որտեղ մարզիկներն ամենալավն են աշխարհում։ All the Armenian fighters and the best in the world. Ես ուզում եմ նաև ասել, որ ջինը բավականին հայտնի մի անձնավորություն է, որը աշխարհի առաջնության ժամանակ լվալով իր մարզահագուստը շատ հետաքրքիր եւ գեղեցիկ մի պատմություն ունի for this international tournament. Մի անգամ միջազգային մրցաշարերից մեկ օր առաջ ես լվացի իմ կարմիր մարզահագուստը։ Մրցաշարի օրը ես նկատեցի, որ մարզահագուստը ամբողջովին վարդագույն էր դարձել։ Ստիպված էի այդ մարզահագուստով մասնակցել եւ հաղթեցի։ Իսկ լրատվամիջոցները գրեցին, որ ուժեղ տղաները հագնում են վարդագույն մարզահագուստներ։ Ցանկանում եմ քաջ առողջություն եւ ցանկանում եմ միշտ լինեք Հայաստան ակադեմիա ակումբում Գոկոր Չիվիչյանի կողքին։ Հաջող։ Ստեսություն։